Հայաստանում շաքարային դիաբետ ունեցող ավելի քան 122,000 բուժառու կա, ցուցանիշը տարեց տարի ավելանում է, հիվանդության դեպքերի թիվը կարող է շատ ավելին լինել, քանի որ հատկապես երկրորդ տիպի դիաբետը երկար ժամանակ մնում է չախտորոշված։ Շաքարային դիաբետի հիմնական ախտանշաններն են ընդհանուր թուլությունը, հոգնածությունը, հաճախամիզությունը, մշտական ծարավի եւ քաղցի զգացումը, քաշի անկումը կամ ավելացումը, տեսողության վատթարացումը։ Գենետիկորեն նախատրամադրվածությունը մեծ նշանակություն ունի, օրինակ, եթե երկու ծնողներ ունեն շաքարային դիաբետ, հավանականությունը, որ երեխան հետագայում կունենա շաքարային դիաբետ, մոտ 80% է, բայց գենետիկան իրան միշտ չի ռեալիզացնում, եթե չլինեն համապատասխան դրսի գործոնները։ Օրինակ, ստրեսը, օրինակ, ճարպակալումը, ավելորդ քաշը, նստակյաց ապրելակերպը։ Եթե առաջին տիպի շաքարային դիաբետը կանխարգելելի չէ, ապա երկրորդ տիպը հնարավոր է կանխարգելել առողջ սննդակարգի, ֆիզիկական ակտիվության, մարմնի նորմալ քաշի պահպանման եւ ծխախոտի օգտագործումից խուսափելու միջոցով։ Կարևոր են հիվանդության վաղ ախտորոշումն ու բուժումը։ Երբ որ արդեն դիմում են բժշկի, շատ ժամանակ ունենում են այս կամ այն բարդությունները անոթային եւ դա պատճառը, որ պարտադիր, որպեսզի շուտ հայտնաբերենք նախադիաբետ եւ շաքարային դիաբետ տիպ 2-ը, պարտադիր է անցկացնել սկրինինգ, հատկապես այն խմբում, ովքեր մտնում են բարձր ռիսկի խմբի մեջ։ Շաքարային դիաբետի վաղ հայտնաբերման նպատակով առողջապահության նախարարությունն իրականացնում է մի շարք միջոցառումներ, ներդրվել է շաքարային դիաբետի ազգային ռեգիստր, առողջության առաջնային պահպանման հաստատություններում շաքարային դիաբետի սկրինինգային ծրագիր եւ գեստացիոն դիաբետի սկրինինգ հղիների համար։ Բուժառուների դեղապահովումն իրականացվում է անվճար։ Ինչ է կատարվում, որ առաջանում Լավ նորություն Երևանը բնակների համար դիաբետի համաշխարհային օրը երկրորդ տիպի շաքարային դիաբետ ունեցողների համար Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում բացվել է դիաբետի առաջին դպրոցը Մարիաքաղաքում։ Դիաբետը ոչ թե հիվանդություն է, այլ ապրելակերպ է եւ որ չլինեն այդ բոլոր բարդությունները, պետք է մարդը համագործակցի բժշկի հետ եւ ինքը վարի իր դիաբետը։ Առողջապահության նախարարության աջակցությամբ հայկական ակնաբուժության նախագիծ եւ դիաբետի համաշխարհային հիմնադրամների հիմնած դպրոցի նպատակն է օգնել դիաբետ ունեցողներին սովորել կառավարել դիաբետը եւ կանխել բարդությունները։ Հայկական ակնաբուժության նախագիծն այս տարի արդեն դիաբետի դպրոցները բացել Գյումրիում, Վանաձորում եւ Գավառում։ Դասընթացների ավարտին մասնակիցները կարող են անվճար հետազոտվել, գործում է նաեւ Հայաստանում առաջին անգամ ներդրված դիաբետիկ ոտնաթաթի սկրինինգը։ Եթե մարդիկ սովորեն, թե ինչպես հետևեն իրենց ոտնաթաթին, շատ ավելի քիչ ամպուտացիաներ կլինեն։ Մասնակիցները կարող են անցնել նաև ակնահատակի հետազոտություն, արհեստական բանականության միջոցով իրականացվում է նաև ակնային բարդությունների գնահատում, արյան մեջ շաքարի միջին մակարդակի որոշում, կարիք ունեցողներին տրամադրվում են ակնոցներ։ Շաքարային դիաբետը ամբողջ աշխարհում լրջագույն առողջապահական խնդիր է, բայց եւ այնպես սրան զուգահեռ դա դատավճիռ չէ, դա վախենալու ախտորոշում չէ, դա հիվանդություն է, որը համապատասխան գիտելիքների առկայության պայմաններում պետք է վերահսկել եւ կառավարել։ Եվ մեր դպրոցի նպատակն է հենց մեր առաքելության շրջանակներում խթանել, զարգացնել կանխարգելիչ բժշկությունը, բուժօգնությունը եւ մեր պացիենտներին, ովքեր ունեն շաքարային դիաբետ, փոխանցել այն բոլոր անհրաժեշտ գիտելիքները, որը անհրաժեշտ կլինի հիվանդությունը կառավարելու համար եւ իրենց անմիջական մասնակից դարձնել իրենց առողջության պահպանման գործում։ Հայկական ակնաբուժության նախագիծ եւ դիաբետի համաշխարհային հիմնադրամները առողջապահության նախարարությունը 2017 թվականին մշակել են շաքարային դիաբետի եւ դրա բարդությունների կանխարգելման ազգային ռազմավարություն, ակնային հետազոտություն է անցել ավելի քան 35,000 դիաբետ ունեցող անձ։ Ուրիր Մկրտչյան, Ռոմիկ Խաչատրյան, Ուրեր։